Գնդերեցների վերաբերյալ ես նաև կուզեմ ձեր մեկնաբանությունը լսել, ձեր պաշտպանության նախարար եղած ժամանակ դուք երբևէ մտադրություն ունեցել եք օրինակ բանակում հոգևորականների ծառայությունը կրճատել, ինչպես եւ տեղի ունեցավ վերջերս։ Ես չեմ կարող ասել հիմա ծառայությունը կրճատվում է, հիմա ձևափոխվում է, ինչքան ես հասկացա, բայց իմ նպատակը իմ պաշտոնավարման ժամանակ եւ այն ժամանակաշրջանում, երբ որ ես եղել եմ առաջի տեղակալ եւ որպես վարչության պետ միջազգային համագործակցության համար պատասխանատու ամեն ինչ արել են, որ գնդերեցների ծառայությունը պաշտպանության նախարարությունում լինի ավելի բարվոք, թե իրենց պահպանման ծախսերի առումով, թե իրենց գործունեության ապահովման, թե փոխհարաբերությունների զինված ուժերում, բացի դրանից ես գնդերեցների աշխատանքը ծառայությունը զինված ուժերում, նաև պատերազմի եւ ճգնաժամային փուլում եմ շատ բարձր գնահատել, շատ բարձր։ Մեզ նաև հաջողվեց առանձին նստավայր ընտրել Սուրբ Մարիամ Աստվածածին Կանաքեռի այդ ժամանակ։ Դա եղել է իմ պաշտոնավարման ժամանակ եւ ես շատ բարձր էի գնահատում իրենց ծառայությունները։ Պաշտպանության այս հրամանից որոշումից հետո բազմաթիվ գնդերեցներ ճնշող մեծամասնությունը դուրս եկան, պարոն Տոնոյան, եւ ընդամենը, եթե չեմ սխալվում, 3-4 գնդերեց են մնացել։ Սա այդ տեսանկյունից է ինչ հետևանքներ կարող առաջացնել։ Ես չեմ կարող ասել ինչ հետևանքներ կարող է ունենալ, բայց ես կարող եմ ասել, որ որևիցե ձևով այդ հոգևոր ծառայության հայ առաքելական եկեղեցու հոգևորական ծառայության խոչընդոտումը կամ սահմանափակումը զինված ուժերում որևիցե լավ նպատակի չի բերի։